խոսեմ սահմանադրական դատարանի։ Մինչև որոշումը չկա, Շոհա ջան, Դուք ինչ ակնկալիք ունեք սահմանադրական դատարանից, որ հիմա ակնկալիքը ես իմ եզրափակիչ ելույթում հնչեցրել եմ վերջ։ ԲՀԿ-ն ասում է, որ այդ 3 ընտրատեղամասում պետք է վերաքվեարկություն իրականացվեր։ Հիմա կարող եք հստակ ասել, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ խնդրահայրուց ընտրատեղամասերում չարեց վերաքվեարկությունը։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր տեսակետը ներկայացրել է թե բացատրություններով, թե նաև եզրափակիչ ելույթով։ Ամեն ինչ ներկայացված է եւ մնացածը չէ, Ժորժ ջան, ես կրկնում եմ, հարգելի լրագրողներ, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, խոսենք սահմանադրական դատարանի որոշումից հետո։ Իմ հարցը այլ է, խնդրում եմ կլսեք, իմ հարցը այլ է։ Որոշումն է հայտնի լինելու։ Որոշումն է լինելու։ Հարգելի լրագրողներ, սահմանադրական դատարանի որոշումը կլինի եւ կտեսնենք ում փաստարկներն է ճիշտ, ում սխալ։ Մի այսպեսի այդ ընտրատեղամասերի քաղաքացիները, որոնք ընտրել են, իրենց ձայները հիմա ստացվում է, որ հարգելի լրագրողներ, կրկնում եմ, չէ, ձեր հարցը տրամաբանական է եւ ձեր հարցին մնացած բոլոր հարցերին սահմանադրական դատարանում տրվել է շատ տրամաբանական պատասխաններ եւ սահմանադրական դատարանի որոշումից հետո նոր մենք կասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխաններ ճիշտ թե դիմումատուի դիմումը։ Ուղղակի նայեք, դուք ասում եք, որ այդ 3 ընտրատեղամասերի արդյունքները ես վերադառնամ իմ աշխատանքների ելքի վրա ազդեցություն չէին կարող ունենալ, բայց այդ 3 ընտրատեղամասերի արդյունքներով էր հենց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենում է հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, այդ 3 տեղամասերում որևէ քաղաքական ուժ, որևէ ձայն չունեցավ, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի 0 է, որովհետև այն խախտումները, որ արձանագրվել, ընտրական օրենսգիրքը ասում է, որ նման դեպքերում այդ տեղամասում միակ թիվը անճշտությունների թիվն է, որը որ հավասար է մասնակցության թվին։ Այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տեղամասում որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Հենց սա ընտրական օրենսգիրքի պահանջն է, սա իմ ասածը չի, սա ընտրական օրենսգիրքով է արձանագրված եւ ինձ թույլ տվեք ես վերադառնամ իմ աշխատանքին, շնորհակալություն, կհանդիպենք սահմանադրական դատարանի